Տղամարդու առողջությունը անցալում է միայն տղամարդու սեռական առողջության կոնտեքստում։ Օրինակ ինչա տղամարդու ոտքը ջարդվում, ինքը չի դացում, բայց եթե ջերմաստիճանը 37 է, ինքը արդեն մահանում է։ Առօրյայում տղամարդու կյանքը ավելի շատ է վտանգվում, քան կնոջ կյանքը։ Ան ասում եք ինչ եք խանութների մուտքի մոտ տղամարդկանց ջերմաստիճանի չափում, եթե 37 աստիճան է, ինքը հաստատ տնից դուրս չի գալու։ Ասում է իրական տղամարդուն հորինել են քո կնոջ մոտիկ ընկերուհիները։ Բարև այսօր Alpha զրուցակցի հյուրն է բժիշկ ուրոլոգ, հանրային առողջության փորձագետ Գևորգ Գրիգորյան։ Ողջույն Գևորգ։ Քիչ առաջ խոսեցինք, հարցրեցի ոնց ներկայացնեմ, ասիր տղամարդու առողջության փորձագետ։ Հանրային առողջության մի մասն է տղամարդու առողջությունը։ Ինձ թվում է ամենակարևոր մասերից մեկն է, ով արդյունավետ կեսը, հա, եթե այսպես ասենք։ Գևորգ, այս թեմայով արի մի քիչ խոսենք, հա, ես ներկա եմ եղել քո հանրային դասախոսության ժամանակ նախորդ մեդմիտի եւ բավական հետաքրքիր դասախոսություններ կապված նրա հետ, որ տղամարդու առողջությամբ համարյա չի զբաղվում պետությունը, հա, կամ զբաղվում է ավելի շատ կենտրոնացված է կանանց, երեխաների առաջնային առողջության ծրագրերն են հիմնականում այնտեղ ուղղված, ինչու որոշեցիր, որ տղամարդիկ անպաշտպանեն։ Մի քիչ հերվից սկսեմ գալը, որ պատկերացումը ավելի ասենց լայն լինի։ Նախ սկսենք նրանից, որ դա ոչ միայն Հայաստանում է այդպես, ամբողջ աշխարհում ավելի տրենդային է կնոջ առողջությունը, ավելի տրենդային է երեխայի առողջությունը, բնականաբար դա պակաս կարևոր թեմա չի, բայց տղամարդու առողջությունը որպես այդպիսին շատ հաճախ թողնվում է ասենց բարձի թողի վիճակում, տղամարդիկ ամբողջ աշխարհում շատ դժվար են գնում բժշկի, որտեղ տղամարդու դաստիարակությունից սկսած իր առողջության պահպանման փորձառությունը սկսվում է, իսկ փոքր ժամանակ ինչ են ասում մեր մոտ տղամարդկանց, ասենք ընկնում է ձեռքը վնասում է, ասում են միլացի տղա ես, չի կարելի, դիմացի, չէ, հիմա այդ ժամանակվանից տղամարդը սովոր է, որ ինքը պետքա դիմանա, այսինքն ցավում է պետքա դիմանա, լավ չի զգում, ոչինչ պետքա դիմանա, ինքը հո աղջիկ չի, հո ղզիկ չի, ասեն ժողովրդական ասած, էլի, որ գնա բժշկի եւ այլն, ու այդ մի կոմպոնենտը նա ինչի համար է տղամարդու առողջությունը մնում սենց անիմաստ վիճակում, մյուս կոմպոնենտը ինչի համար էլի տղամարդու առողջությունը անտեսված է, դա այն է, որ տղամարդիկ ու ոչ միայն տղամարդիկ, հանրությունը, տղամարդու առողջությունը անցալում է միայն տղամարդու սեռական առողջության կոնտեքստում, այսինքն սիրտանոթային համակարգ, ուռուցքաբանություն, շնչառական համակարգ եւ այլն, բայց արի ուտես, որ ամբողջ աշխարհում տղամարդիկ 10 այդ մահացության ամենահաճախ պատճառներով առաջատարն են։ Տղամարդիկ ավելի շատ մահանում են ուռուցքաբանական հիվանդություններից, ավելի շատ մահանում են սիրտանոթային հիվանդություններից, իշեմիկ ինսուլտներից, այսինքն գլխուղեղի արիաշրջանառության սուր խանգարումներից, էլ չասեմ, որ տղամարդիկ այսօրվա իրականության մեջ միջազգային պատերազմների ժամանակ են մահանում, էլ չասեմ, որ տղամարդիկ իրանց բնույթից ելնելով, իրանց տեստոստերոնից ելնելով ավելի շատ էքստրեմալ մարզաձևերով են զբաղվում, էքստրեմալ քայլերով են զբաղվում, այսինքն, չգիտեմ, մեծ արագությամբ մեքենա վարելը եւ այլն եւ այլն։ Առօրյայում տղամարդու կյանքը ավելի շատ է վտանգվում, քան կնոջ կյանքը։ Վերցնենք նույն սենց դեռահաս տարիքի կամ ասենք երիտասարդ տարիքի տղամարդկանց, կանանց մեջ ֆիզիկական հաշվեհարդարը որևէ երկրում, շատ քիչ երկրներում կա, այն էլ ինչ-որ սոցիումի որոշ մակարդակներում կա, դա նենց չի, որ համատարած է։ Տղամարդկանց մոտ այդ ֆիզիկական ուժի կիրառությունը ավելի մեծ է, այսինքն իր վնասման հավանականությունը ավելի շատ է։ Եվ այդ ամենը հաշվի առնելով ես տեսնում եմ, որ մենք ունենք պրոբլեմ, որովհետև այդ պրոբլեմը դրսևորվում է թե օրինակ անձամբ իմ դիմելիությամբ, ինձ դիմելիությամբ որպես վիրաբույժ, տղամարդու առողջության փորձագետ, թե տեսնում եմ, որ այդ պրոբլեմը առկա է տղամարդկանց մահացության տոկոսներով մեր երկրում, տեսնում եմ, որ այդ պրոբլեմը առկա է շատ տարբեր, այսպես ասած, ճյուղերով արտահայտված կերպով, էլի։ Ու ինձ թվում է, որ տղամարդու առողջությունը պատերազմող երկրում, իսկ ես գտնում եմ, որ Հայաստանի համար պատերազմը դեռևս չի ավարտվել, եւ Հայաստանը ինչքան էլ որ խոսվի խաղաղության դարաշրջան եւ այլն, ինքը քրոնիկ պատերազմի մեջ է։ Նման երկրում տղամարդու առողջությունը չի կարող մնալ ոնց որ կադրից դուրս։ Պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Երկու բան հարցնեմ, տես առաջինը կենցաղային ոլորտից, հա,
Օրինակ ինչի՞ է տղամարդու ոտքը ջարդվում, ինքը չի դացում, բայց եթե ջերմաստիճանը 37-ը, ինքը արդեն մահանում է, արդեն հիստերիկ վիճակները եւ այլն։ Միշտ ինձ հետաքրքրել է, նույնիսկ բանկար COVID-ի ժամանակ ես հիշում եմ հայտնի անեկդոտան ասում էր ինչ եք խանութների մուտքի մոտ տղամարդկանց առողջ բանը ջերմաստիճան չափում, եթե 37 աստիճան է, ինքը հաստատ տնից դուրս չի գա, էլի։ Այսինքն մի կողմից էլ եմ ասում ցավադիմացկուն, հա, մարդկային էակ, մյուս կողմից էլ 37 ու 1 ու հիստերիկ վիճակներ, ընդ որում ես ասեմ, դա երևի թե իմ հանդիպած տղամարդկանց, հա, արաքասերի մեծամասնությունը մոտավորապես այդպիսի վիճակների մեջ է, ես դեռևս շատ քիչ եմ հանդիպել մարդ, որ ասի իմ ջերմություններ ու ես շատ լավ ես զգում դրանով, էլ այսինքն պանիկ վիճակ է, սա ինչ որ հոգեբանական խնդիր է, թե ինչ։ Տեսեք, դուք համեմատում եք լոկալ process-ը, այսինքն ոտքը կոտրվել է, տղամարդը տեսնում է, որ իր ոտքը կոտրվել է, տղամարդը հասկանում է, որ այդ ոտքը չի կարող շարժել, օքեյ, ցավին դիմանում է։ Դա լոկալ խնդիր է։ Ջերմության բարձրացումը, որը որ ամբողջ օրգանիզմն է պայքարում այդ ջերմությունով, ինչա, սկսենք դրանից, ինչա ջերմությունը, դա օրգանիզմի պատասխան ռեակցիան է այս կամ այն ազդակին, օրինակ, երբ որ վիրուս է մտնում օրգանիզմը սկսում է ջերմությունը բարձրացնել, որ во-первых պայքարի վիրուսի դեմ, իսկ երկրորդը ասի եղբայր, դու խնդիր ունես օրգանիզմումդ, ես հիմա տաքանում եմ, որ դու դրա վրա ուշադրություն դարձնես, լուծես այդ խնդիրը։ Հիմա, երբ որ ջերմությունը բարձրանում է, ջերմության բարձրացման հետ մեկտեղ սկսում են օրգանիզմում տարբեր process-ներ, կլինեն դա հոդացավեր, գլխացավեր, նայած ջերմության բարձրության աստիճանից կարող լինի օրինակ, չգիտեմ, գիտակցության մթագնում, կարող շատ տարբեր բաներ լինի։ Այսինքն դա տղամարդուն վախեցնում է, ինքը չի հասկանում լոկալ որտեղ է խնդրեմը, չի տեսնում խնդրեմը։ Ինչ կնոջը չի վախեցնում։ Կանայք մի քիչ ավելի այլ կերպ են մտածում, տեսեք, տղամարդու մոտ լոգիկա մտածողության այդ շղթան կանոջ մոտ ինտուիտիվ է։ Կինը 39 աստիճան ջերմությամբ կարող է կանասախտան գործերը անի ու որևէ խնդիր չունենա։ Տղամարդու մոտ այդ ձեր ասած 37-ում 1-ում ինքը սկսում է պանիկայի մեջ ընկնել, չի հասկանում ինչի է սենց, որտեղ է խնդրեմը։ Նույն վիրուս, որ հիվանդանում է, ինչ է տղամարդու մոտ, թոքերից չտա։ Ինքը պետք թոքերի տեղը գիտի։ Բայց որ օրգանիզմում այդ վիրուսը վխտում է եւ այլն շնչուղիների մեջ եւ այլն, իրան ինքը չի տեսնում դա, չի հասկանում թիրախը որն է։ Երբ որ այդ լոգիկ ցպոչկայի մեջ այդ թիրախը սկսում է բացակայել, առաջանում է նաեւ այդ պանիկա։ Ֆիզիոլոգիական է, այսինքն հին ժամանակներից եկած է, թե ինչ որ ժամանակից տղամարդու նաեւ առողջապահական անգլագիտությունից է, այսինքն ինձ թվում է ոչ թե ժամանակակից տղամարդու առողջապահական կամ բժշկական ոլորտի անգլագիտությունից է, այլ ինձ թվում է, որ դա ժամանակակից տղամարդու կերպարի ձևավորումից է։ Այսինքն, նայեք, տղամարդիկ, հին սերնդի տղամարդիկ, իրանք ավելի սենց դիմացկուն են ամեն ինչին։ Նույնիսկ երբ որ ինչ-որ բան իրանց վերահսկողությունից դուրս է, շատ դեպքերում տղամարդը փորձում է դա վերադարձնի իր վերահսկողության տակ։ Ներկայիս տղամարդիկ, ավելի երիտասարդ սերունդը, շատ տարածված է, որ երբ որ ինչ-որ մի բան է իր վերահսկողությունից դուրս է գալիս, ինքը մեղավոր է փնտրում կարգում, ինչի դա վերահսկողությունից դուրս եկավ, ու էլ չի խառնվում դրա մեջ։ Սկսում է քննադատել ու բողոքել այդ իրավիճակը, բայց այն ինչ ինքը կարա անի, որ դա էլի վերադարձնի իր վերահսկողության տակ, չի անում։ Հիմա այն սերունդը, որը որ վերահսկողության ոնց որ ջատագովն է ու նույնիսկ երբ որ ինչ-որ բան վերահսկողությունից դուրս է գալի, նույնիսկ հիվանդությունը, փորձում է բերել իր դաշտ, փորձում է հասկանալ դա ու ներվայնանում է կամ ձեր ասած պանիկայի մեջ է ընկնում, երբ որ չի հասկանում, թե ինչի դա վերահսկողությունից դուրս եկավ։ Ներկայիս սերունդը դուք կարող եք նույնիսկ նկատած լինեք, որ իրանք ավելի ասենց ասեմ ավելի կարճ են հիվանդանում, իրանք պանիկայի մեջ չեն ընկնում, իրանք կարգում են մեղավորին, վիրուսեր, տարածված էր, օքեյ, վարակվեցի։ Ինքը չի փորձում դա վերականգնի, բանան ինքը իր ժամանակը օրինակ ծախսում է սերիալ նայելով, չի մտածում դրա մասին։ Սա ընդհանուր դիմադրողականության նվազումն է, որովհետև տես ամենասկզբում դու ասացիր, որ ուսումնասիրել ես տղամարդիկ, ոնց են առաջնային առողջություն, բան եւ այլն, քո տվյալները հիմնված են միայն Հայաստանի վրա, թե օրինակ Հայաստանի տղամարդիկ ու, չգիտեմ, Լյուքսեմբուրգի տղամարդիկ։ Ավաղ, բայց Հայաստանի տվյալներ տղամարդկանց սպეციფიկ խնդիրներով այդքան շատ չկան, չեն հավաքվում։ Մեր երկրում դիմադրողականությունն ավելի շատ տղամարդկանց եվրոպական, որովհետև տղամարդին ասեմ, այլ ասում են տղամարդ չի մնացել համարյա։ Այո, համաձայն եմ, որ դա ապնդում կա, տեսեք, տղամարդու
զուտ առողջական խնդիրների առումով մեր մոտ շատ քիչ տվյալ կա, այսինքն օրինակ սիրտանոթային հիվանդություններն են, այն հիմնական հիվանդություններն են, որոնցից մահացությունը բարձր է։ Մնացած խնդիրները, որոնք պոտենցիում են այդ սիրտանոթային հիվանդությունը, նման ցուցանիշներ ցավոք Հայաստանում շատ չեն։ Լյուքսեմբուրգում, օրինակ, նույն ձեր ասած կամ օրինակ Գերմանիայում եւ այլն, շատ տարբեր տվյալների ավելի հզոր բազա կա, դրա համար իրանք վերլուծել ավելի լավ են կարողանում։ Մենք էլ այդ վերլուծությունները նայում, պրոյեկտում ենք ստեղ։ Հիմա ինչ վերաբերվում է Հայաստանի տղամարդուն ու օրինակ Գերմանիայի կամ Լյուքսեմբուրգի տղամարդուն, եթե համեմատենք, չմոռանանք, որ Հայաստանը լեռնային տեղ է։ Լեռնեցիները մի քիչ ուրիշ խառնվածք ունեն, ուրիշ ավանդույթներ ունեն, ուրիշ մոտեցումներ ու մտածելակերպ ունեն։ Օրինակ հարթավայրինները լրիվ ուրիշ ունեն։ Դրա համար չհամեմատենք Գերմանիային, գերմանացի տղամարդուն հայ տղամարդու հետ։ Ընդ որում հայ տղամարդու դաստիարակության մեջ որոշակի sense կետեր կան, որոնք որ սկզբունքորեն պահպանվում են Գերմանիայում, օրինակ այդ կետերը կարող են չլինել։ Դրա համար եթե մենք խոսում ենք սոցիալապես տղամարդու կերպարից ու որ ասում են տղամարդ չի մնացել, ռուսերեն բառ կա ասում, всё познается в сравнении։ Եթե օրինակի համար գերմանացի տղամարդու հետ նույն կինը շփվի ու մտածելակերպը հասկանա, կարող է ասի, որ չէ, Հայաստանի տղամարդիկ միանշանակ ավելի լավն են։ Նույն բանը մենք բազմաթիվ անգամ տեսել ենք սլավոնական ռասայի աղջիկների կողմից, որ ասում են հայերը ավելի լավն են, ավելի տղամարդ են, ավելի պատասխանատու են եւ այլն եւ այլն։ Ի տարբերություն իրանց ցեղի տղամարդկանց, պատկերացրեցիք, այսինքն մենք պետքա ոչ թե համեմատենք պետությունը պետության հետ, մենք էթնիկ խումբը էթնիկ խմբի հետ պետքա համեմատենք։ Հա, այս կողմի ժողովուրդը մի փոքր ավելի է տղամարդկությունը ընդգծված է ի հաշիվ նրա, որ ասենք ստեղ մեր կարծրատիպերը կան, մեր մտածելակերպը կա, մեր ավանդույթները կան, որոնք որ էլի սերտաճած են շատ հին, օրինակ եկեղեցական ավանդույթների հետ։ Բնականաբար ստեղի տղամարդուն որպես տղամարդ նայել եւ դրսի տղամարդը որպես տղամարդ նայել ռադիկալ տարբերություն ա լինելու։ Իսկ ինչ է դեֆինիցիա տղամարդու, որ տղամարդը սա ֆիզիոլոգիական հակա, հա, նույնիսկ վերջերս դասել եմ մի հատ հայտարարք բան Գերմանիայի պարլամենտում, որակել են որպես որոշակի ցիկլ չունեցող անձնավորություն, հա, մենստրուալ ցիկլ ունեցող անձնավորություն, այդ իզրաշիան մի կողմ թողի։ Այսինքն սուշիստվո, դից հա, սուշիստվո, որ մենստրուացիա չի ունենում, հիմա ֆիզիոլոգիական մի կողմ դնենք հասկանալի է մոտավորապես էլի գաղափարական, այսինքն ոնց կարելի ասել, սա տղամարդ է, սա տղամարդ չէ, էլի ոչ թե մտնում եք ինչ-որ տղայական դաշտ, այլ մոտավորապես էլի տղայական դաշտ, որտեղ եթե մենք խոսում ենք օրգանականով, XY քրոմոսոմի հավաքակազմը տղամարդ է, այո, ու մուժիկը իր տակ կոնկրետ բացատրություններ ունի, հա, հիմա այդ մուժիկը ու տղամարդը հայերեն այդ մեր պատկերացմամբ, հա, դա նույնն է, թե Սա կասեմ, նայեք, եթե մենք խոսում ենք զուտ բիոլոգիական օրգանիզմի տեսանկյունից, XY քրոմոսոմների հավաքակազմը ինքը տղամարդու definition-ն է, սահմանումն է։ Եթե մենք խոսում ենք տղամարդկություն ասածը որպես տղամարդկության կոնցեպտ, որպես աշխարհայաց, որպես բնավորության գծերի հավաքակազմ, դա շատ տարբեր են։ Օրինակ, ասում է իրական տղամարդուն հորինել են քո կնոջ մոտիկ ընկերուհիները։ Այսինքն որ քեզ օրինակ բերեմ, որ իրական տղամարդը սենց է անում, նենց է անում, նենց է անում։ Չկա տենց բան։ Յուրաքանչյուր մարդ յուրովի է հասկանում եւ յուրովի է անցալում։ Օրինակ մի բնակչության մի զանգվածը կարա որպես իրական տղամարդ անցալի, ասենք, մի մարդու, որ, չգիտեմ, տան լվացքը հարթուկը, ամանները լվալը, մաքրությունը անում, ասի, սա իրական տղամարդ է։ Մի ուրիշ զանգված կարա անցալի, որ դա տղամարդու գործ չի, դա անողը չի կարա իրական տղամարդ լինի։ Եթե մենք իրականությունն ենք ուզում հասկանանք, կա ինչ-որ ոսկե միջին, որ այո, ինչ-որ չափով տղամարդը ներգրավված է կենցաղում, ինչ-որ չափով գործեր կան, որ ինքը չպետք է անի։ Նույնը կնոջ տարբերակն է, որ բաներ կան, որ կինը չպետք է անի։ Դա մեր մտածելակերպն է։ Եթե մենք դա փորձենք պրոյեկտենք գերմանացիների վրա, իրենք կարող է համարեն, որ մենք բան ենք, հոգեկան ինչ-որ շեղում ունենք, ոնց կարա տղամարդը չանի կամ ոնց կարա կինը սա չանի, հավասարություն եւ այլն եւ այլն։ Պետք չի իրական տղամարդու սահմանումը մենք փորձենք այսպես ասած բոլորին պարտադրել։ Ավելի լավ կլինի, որպեսզի մենք իրական տղամարդու կերպարը,
Օրինակ, այն ինչը որ եկել է շատ հնուց այդ առնականությունը, դա անվախությունը, նվիրվածությունը, հավատարմությունը, պատասխանատվությունը, ընտանիքի համար հոգ ստանելը, ընտանիքին պաշտպանելը, ընտանիքով ապրելը, եթե մենք փորձենք դա ավելի շատ դրա վրա ուշադրություն դարձնենք, մարդկանց մոտ իրական տղամարդու կերպարը մի փոքր կսկսի փոխվել։ Այնինչ, օրինակ նույն Գերմանիայի հետ եթե համեմատենք, շատ դեպքերում այնտեղ այդ միգրանտները տղամարդու դիմաց իրական ոճը բռնաբարում են, տղամարդը վախենում է խառնվի։ Հիմա դա կարա իրական տղամարդ լինի Գերմանիայում, ու շատ կանայք ասեն դե նա իրական տղամարդ էր, նա չուզեց բռնություն գործադրի, դե ոչինչ, հիմա այդ աղջիկանը, այո, նա խոհեմ էր, այդ աղջիկան բռնաբարեցին, բայց նա չտրվեց սադրանքների։ Իմ պատկերացումով, օրինակ, եթե հանկարծակի կնոջ մոտ բարձր ուշուն ստան, այդ տղամարդը, ով որ այդ ուշունցը տալիս է, պետք է մի հատ լայն ապտակ ստանա, որպեսզի հաջորդ անգամ նման բան չկիրառի։ Այսինքն մենք իրական տղամարդու կոնցեպտը չենք կարա համեմատենք ուրիշ երկրների իրական տղամարդկանց կոնցեպտի հետ։ Նույնը օրինակ, բայց իրական տղամարդու կոնցեպտը ինքը ինչ-որ ձևի կապված է այդ տղամարդու առողջական իրավիճակի հետ, այսինքն շատ դեպքերում հա։ Մեր մոտ մի տղամարդու մի բան կա, հա, այսպես ասենք, քաղաքական պատկերացում, Գերմանիայում այլ, չգիտեմ, Ավստրալիայում այլ, ու երևի ինչ-որ կապ կունենա նաև ինչպեսի հիվանդություններ ունի այս տղամարդը այստեղ կամ այնպեսի տղամարդը այնտեղ, չգիտեմ, հոգեբանական, ֆիզիոլոգիական եւ այլն, էլի իմ կարծիքով։ Շատ ցավով պետք է ասեմ, բայց տեսեք, մենք ծայրահեղությունների երկիր ենք։ Օրինակ, կար ժամանակ, երբ որ տղամարդը մտածում էր, որ եթե իր մոտ սեռական կյանքում նորմալ ստացվում է ամեն ինչ, ինքը ոչ մի խնդիր այլևս չունի։ Իր մոտ ստացվում է, ինքը ուժեղ տղա է ու առհասարակ սիրած ապահում իսկական տղամարդ։ Ընտանիքն ապահում սիրած։ Հա, դա կոնցեպտներից մեկը, որ դա էր եկած, որ ինքը կարողանում է, չգիտեմ, շատ հարաբերություններ ունենա եւ այլն, դա շատ հին դարերից է եկել, որովհետեւ օրինակ այդ տղամարդու սեռական երկրորդ սեռական նշանների պաշտամունքը ինքը դրանով անցել են Հունաստանը, Հռոմը, դրանով անցել են վարվարները, դրանով անցել է նաև Հայաստանը, օրինակ Պորտասարը մեր մոտի, Պորտասարին կանայք գնում էին փորով քսվում էին Պորտասարին, որպեսզի հղիանան, որտեղ ասում էին այդ Պորտասարը ինքը էլի բան էր, ֆալոսի անալոգիա էր։ Արմավիրում մենք ունենք այդ ֆալոսների հավաքակազմը, այսինքն մենք էլ ենք դրանով անցել։ Ու եթե պատմությամբ նայում եք, այդ սերնդեսերունդ փոխանցված բանա, որ տղամարդու կյանքը շատ լուրջ կապված է իր սեռական կարողությունների ու ունակությունների հետ։ Հիմա, երբ որ տղամարդու մոտ սեռական կյանքում ամեն բան լավ է, տղամարդը իրան բնականաբար վստահ է զգում, ինքնավստահ է զգում, տղամարդը իր զբաղվածությունը, իր, չգիտեմ, ամբիցիաները եւ այլն շատ բարձր է դնում։ Տղամարդիկ, ովքեր որ սեռականապես թույլ կոնստիտուցիա ունեն կամ չեն ինչ որ խնդիր ունեն, իրանց մոտ բավականին լուրջ խնդիր է կարիերա ստեղծելը, ինքնադրսևորվելը եւ այլն։ Եթե նույն զուգահեռը տանենք ոնց որ պատմական ակնարկով, եղել է Octavian August իմպերատորը Հռոմում, ով մոտ որ բոլորի հետ ստացվում էր հարաբերություն ունենալ, կնոջ հետ չէր ստացվում։ Անեկդոտի նման ասում, «Վնի վոլինի ռազնոժայց»։ Կնոջ հետ չէր ստացվում, ու կինը դրանով օգտվում էր շատ լուրջ։ Այդ մարդը մեղքի կոմպլեքսով ապրում էր, ու հենց այդ պատմության գրքի մեջ գրած ասում է, կինը ղեկավարում էր Octavian-ով, Octavian-ը ղեկավարում էր Հռոմով։ Դա ոնց որ ասած շատ լուրջ տղամարդուն սկսում է հետ պահել ինքը իր ամբիցիան դրսևորի, ինքը ցույց տա իր տղամարդկությունը եւ այլն։ Եթե նկատած կլինեք, օրինակի համար տղամարդը ինչքան ավելի առնական է, չգիտեմ, բիցեպսներով, դե պարապած կամ սպորտսմեն է, ֆիզիկապես ուժեղ, պատրաստված, ինչ որ մարտարվեստ է տիրապետում, այդ տղամարդիկ հանրության մեջ այլ կերպ են իրանց պահում։ Իրանք վստահ են իրանց վրա։ Պատկերացրեցիք, հիմա նույնն է սեռական կյանքն է, այդ տղամարդը գիտի, որ ինքը կարողանում է ինչ-որ բաներ անի, բնականաբար ինքը շատ վստահ է։ Իսկ եթե չէ, արդեն իսկ իր վստահությունը սկսում է երկրորդ, երրորդ պլան գնալ։ Դրանով էլ պայմանավորված է հենց տղամարդու առողջության այս անկման շրջանում, մեր շատ տղամարդկանց շատ շերտերի, այսպես ասած,
ապաթիան, անտարբերությունը շատ բաների նկատմամբ, օրինակ 1000 տեսակի process-ներ են գնում երկրում, ուրիշ ժամանակ տղամարդիկ շատ բուռն արձագանք կտային, ասենք, երբևիցե ես չեմ հիշում, որ իմ սերնդակիցների, ասենք, իմ եղբայրների սերնդակիցների մոտ ընդունված լիներ հանրային ինչ-որ դաշտում ուշունց հնչեցնելը, բայց վերջի տարիներին մենք տեսնում էինք, որ կար նույնիսկ այդպիսի պերսոնաժ, ով որ քաղաքական դիվիդենդ էր հավաքում YouTube-ում կամ Facebook-ում կամ ինչ-որ այլ հարթակում բարձրաձայն ուշունցներ գոռալով ու թե տղամարդիկ թե կանայք դա իրար հետ նայում էին, ասենք, ընտանիքներով էին նայում։ Այդպես բժիշկ օրոլոգ կա որոշակի կապ, ես օրինակ լսել եմ, որ ինչքան շատ է տղամարդը ուշունց տալիս, այդքան շատ ինքը սեռական որոշակի խնդիրներ ունի։ Դա այդքան էլ չեմ կապի իրար հետ, որովհետև դա ավելի շատ տղամարդու բառապաշարից է, դաստիարակությունից է, չգիտեմ, աշխարհընկալումից է եւ այլն, օրինակ ես նույն ուշունցները, այդ նույն բառից բուն իմաստով, ուշունցները կարող եմ գրագետ լեզվով բացատրել, դա ուշունց չլինի։ Հենց ձեր եթերից կարող եմ, այսպես ոնց ասա, ամեն ինչը կրկնեմ գրական փաթեթավորումով, ու դա ուշունց չլինի, ուշունց տալու առաջի գրավականներից մեկը այն է, որ մարդը չի կարող այլ կերպ բացատրի դա։ Այսինքն ինքը ուզում է վիրավորի դիմացինին, բայց ինքը բառապաշար բառամաթերք չունի, որ ինքը կարողանա վիրավորել դիմացինին առանց տալու ուզում վիրավորի բառերով, հա, այսինքն շատ դեպքերում խոսակցեն քեզ խոսում, բա տղամարդ ես, եսի միջոց բան դրա, սա ինձ թվում է, որ այդ մարդիկ ամեն դեպքում կոմպլեքսավորված են։ Ընդ որում ես օրինակ միջ զարմանում եմ, որ պապիներն են արդեն հայհոյանքներով խոսում եւ այլն, ոչ միայն համացանցում, սա էլ է ինչ որ էֆեկտ, ես ամեն դեպքում հասկանում եմ, որ ինչքան մարդ չգիտեմ, եթե կամ ինչ-որ խնդիր ունի, կամ կրթվածության ինչ-որ խնդիր ունի, հա դու օրինակ ասում ես բառապաշարերը չի անում նորմալ ասի, բայց չգիտեմ որտեղ եք արտացել, որ իրոք որ ռուսերեն ասած, հա չեմ ոչ մատեմ разговаривать, եմ ոչ մի պրոբլեմը բան, в другой сфере։ Հա, կարա լինի դա, բայց օրինակ ես ես մի հատ բան ասեմ, այդ արկելված քֆուր տվող է, թե չէ։ Մուժիկը չէ, մուժիկը քֆուր տվող չի, մուժիկը պատասխանատու, չվախեցող, չճկվող, սկզբունքային կերպար է։ Մենք ունենք հայերենում մուժիկ բառի հոմանիշը։ Մենք չունենք մուժիկ բառի հոմանիշը, հայերենում մուժիկը հենց օգտագործվում է այդ տղամարդկության ընդգծելու համար, ու մուժիկ AM կայքի հիմնումը, որ խոսակցականում մուժիկ եմ ստացվում։ Մուժիկ մենք մեր սերնդակիցները ասում էին, ասենք, չգիտեմ, ինչ որ միջին տարիքի տղամարդու, որ ասենք տենց առնական տղամարդ էր, հարց լուծող տղամարդ էր, ինքը դրական բնորոշում էր։ Այսինքն ինքը հավաքում էր իր մեջ այդ մուժիկ բառը դրական հոմանիշներ։ Հիմա այս սերնդի մոտ օրինակ ես հիմա այդ խնդրին բախվում եմ, որ ասում են մուժիկը մեր համար դա կարմիր քթով գրպանից օղուշիչ բան եւ մուժիկները չէ։ Այսենց կերպարա, բայց շատ երկար ժամանակ մուժիկ բառը հետ եղել է մուշինը բառի ավելի sense բրուտալ տեսակն է։ Այսինքն ոնց է մեր մոտ, որ ասում են տղամարդկություն, չէ, բայց որ ուզում են ասեն, չգիտեմ, մի քիչ ավելի sense ժողովրդական ձև, ասում տղա է, ղն sense ընդգծելով, այդ մուժիկն է, էլի, տղան, տղա է ինքը։ Այդ խոսակցականի մեջ է պետք դիտարկել вообще։ Եվ օրինակ, որ ասում ենք, այս տղա է, ինչ հատկանիշներ ենք մենք այդ տղուն վերագրում։ Դա պատասխանատվությունն է, դա անվախությունն է, դա այն է, որ ինքը արեց մի բան, որը որ ոչ մեկ ռիսկ չէր անում աներ, պատկերացնում, տղա է, արեց, հասավ, իրականացրեց։ Չեն ասում, դե տղա է, կինը ուրիշի հետ սեռական կապի մեջ է, տղա է, չեն ասում։ Բայց օրինակ ասում են տղա է, ինքը այս ինչը արեց, այս ինչը ստեղծեց, այս ինչը կայացրեց, այս ինչ քայլի գնաց։ Մենք պետք է հասկանանք, մենք ինչն ենք վերագրում այդ կերպարին։ Հիմա այդ կերպարից արի մի փոքր այլ կողմ գնանք։ Երկինը որ դուք 3 եղբայր եք, հա։ Երեքն էլ բժշկական ոլորտից։ Այո։ Չկար մի եղբայր, որը չուզենար դրանով զբաղվել, այսինքն ինչի բոլորդ որոշեցիք բժշկական ասպարեզ մտնել։
Շատ հետաքրքիր հարց եք տալիս, անկեղծ ասած, յուրաքանչյուրս ունի իր պատմությունը։ Մեկը օրինակ է ծառայել, որտեղ դուք փոքր եք եղել նախանձը մեկ ասել դու կդարավ, ես էլ կդառնամ։ Չէ, անկեղծ որ ասեմ, մաման ուզեցել է ընդունվի բժշկական համալսարան, բայց տատիս չի թողել ու այն ժամանակ տենց ինչ-որ բարդ էր ընդունվել բժշկական համալսարան շատ, տատիս ասել է, չես կարողանա, ես բժիշկ եմ, դե տատիս բժիշկ է եղել, ամուսինն է, դպրոցի տնօրեն է եղել, այսինքն ես բժիշկ պապատ մանկավարժ, դու եթե չընդունվես, սաղ ընտանիքը խայտարակ ես անելու եւ այլն, ու մամայի երազանքն է եղել, որ իր երեխեքը բոլորը բժիշկ դառնան։ Ու մենք բոլորս բժշկական ոլորտն ենք ընտրել։ Բոլորս, բայց յուրաքանչյուրս օրինակ ավակ եղբայրս ունի իր պատմությունը, միջնեկ եղբայրս ունի, ես ունեմ իմ պատմությունը, թե ոնց ենք մենք դրան եկել։ Մի փոքր ավակ եղբորից խոսենք, հա։ Ավակ թե միջնեկի, մոտ երկուսն է ավակ են։ Ինձնից ավակ են։ Որին չեն ճանաչում։ Որին որ քաղաքական դաշտում չեն ճանաչում, իրան ճանաչում են շատ լայն ճանաչում են ու ես նման ճանաչմանը շատ երանի կտայի բժշկական դաշտում, այսինքն սկսած ավակ սերունդներից այն լեգենդները, ովքեր որ ցավոք, բայց այսօր կամաց կյանքից հեռանում են հերթով, իրանցից սկսած եւ վերջացրած երիտասարդ սերնդով, իմ ավակ եղբորը ճանաչում են, ինքը եթե որոշեմ ոչ նրա համար եմ ասում, որ իմ եղբայրն է, այլ ես եթե ուզենամ բնորոշում տամ վրաչատ բոգը կերպարին, այդ իմ ավակ եղբայրը կլինի, ինքը ամենամեծն է։ Հա, ինքը ամենամեծն է ու ինքը մեր համար ձեզ դրանով թե դուք ամեն դեպքում արդեն որոշել եք որ կարծում եմ ինքը ինձ իմ ընտրության վրա շատ մեծ դեր է խաղացել։ Վարակել չեմ ասի, բայց ես կարծում եմ որ ինքը իմ ընտրության վրա, բժշկության ընտրության վրա շատ մեծ դեր է ունեցել, շատ մեծ ամագ է ունեցել եւ ես որ դարձել եմ բժիշկ, ես մի քիչ այլ խառնվածքի մարդ եմ։ Մարդիկ ովքեր որ չգիտեին որ մենք եղբայրներ ենք, զարմանում էին։ Ասում էին եղբայրդ սենց դու սենց նույնը հակառակ օրինակ ինքը ճառագայթային ախտորոշման մասնագետ է, MRT, ԿՏ, ֆանտաստիկ մասնագետ է, էլի, ասում էին եղբայրդ սենց մասնագետ է, դու խես վիրաբուժություն ընտրել, ինչ ես արել այդ վիրաբուժությունը, որ դարձել է նման համեմատականներ միշտ եղել է, էլի, որովհետև միշտ գիտեք բժշկության մեջ կլանային այդ համակարգը շատ լավ աշխատում է, այսինքն հայրը որդուն է սովորացնում, հետո թոռանն է սովորացնում, հետո այսենց գնում է։ Մենք 3 եղբայր ենք, 3-ս էլ տարբեր ուղղություններով։ Օրինակ միջնեկը սննդի անվտանգության փորձագետ, էպիդեմիոլոգ, ինքը այդ ավելի շատ կազմակերպչական ոլորտով է։ Ավակ եղբայրս ճառագայթային ախտորոշում, ես իմ առաջի կրթությամբ ընտրեցի վիրաբուժական մասնագիտություն ուրոլոգիան, իսկ երկրորդ մասնագիտությամբ ստացա նաև առողջապահության կազմակերպչի որակավորում։ Օրինակ ուրոլոգիայի փոխվելը մի հասկանանք, հա, օրինակ ես երբեք չեմ տեսել մարդ, որը ասել է ուզում եմ դառնամ բժիշկ ուրոլոգ, հա, երեխա ժամանակ դասարանում եւ այլն, էլի բավականին չգիտեմ, ոչ պոպուլար կամ ամաչում են ասեն օրեն մասնագետ, որովհետև բոլորը ստոմատոլոգ են ուզում դառնան, խիրուրգ են ուզում դառնան, չգիտեմ, ուրոլոգիան էլ է խիրուրգիա, այսինքն խիրուրգը կարող ուրոլոգել է, հասկանում ես, էլի, ու մինչև այդ ճյուղը առանձնանալը, մինչև այդ ճյուղի զարգացումը նույն խիրուրգները եղել են ուրոլոգներ։ Չէ, ու պարզվեց, որ ուրոլոգիական դպրոցը Հայաստանում բավականին ուժեղ է, բավական շատ լավ կադրեր կան եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ճանաչված, ոնց է որոշում, որ պայծ ես որոշել, որ ուզում ես դառնալ ուրոլոգ։ Ես շատ պատահական եմ որոշել, ես շատ ակտիվ ուսանող էի, շատ աղմկոտ ուսանող էի բժշկական համալսարանում ու երբ որ մենք ուրոլոգիա էինք անցնում, ես իմ տարիքին, իմ կարգավիճակին բնորոշ հումորներով, այդպես հումորներ էի անում ուրոլոգիայի ամբիոնի վարիչի տված դասի ժամանակ, մարդը ինձ կանչեց իր կաբինետ, ասեց ինչ ես ուզում դառնաս։ Բնականաբար, ինչպես եւ ցանկացած վատ պահող ուսանողի կանչելու էին կաբինետ, այդպես ատատա անեին, ասեց ինչ ես ուզում դառնաս։ Մտածեցի ինչ ասեմ, որ չնեղացնեմ, որովհետև չէ երբեք մտքովս չի անցել, որ ես ուրոլոգ եմ դառնալու։ Ասի առողջապահության կազմակերպիչ։ Ու այդ մարդը այդ պահին ասեց, ահա, մենք ունենք այսպես պրոյեկտներ, որը որ հիմա անում ենք, արի այս պրոյեկտում փորձառություն ձեռք բեր։ Ես դից գնացի, որտեվ իմ համար դա հնարավորություն էր։ Այսինքն մեր թվերին այդ դեղատներում աշխատելը այդքան ակտուալ չէր, որովհետև չէին ընդունում շտապօգնություն, շատ քչերն էին կարողանում տեղավորվեին եւ այլն։ Իմ համար շատ մեծ հնարավորություն էր, որ ես գնամ փորձառություն ձեռք բերեմ
Գնացի, ինչից հետո, երբ որ արդեն ավարտում էի համալսարանը, իսկ դա 4-րդ կուրսում էր, երբ որ ես սկսեցի։ Այդ մարդը ասաց, եթե կուզես մի թիմից լինենք, շարունակենք իրար հետ, արի ուրոլոգիա, որովհետև ու բացատրեց ինձ ինչա ուրոլոգիան։ Հիմա ես չեմ փոշմանում, բայց ես տենց եմ ընտրել ուրոլոգիան։ Ուրոլոգիան դա մի հատ մասնագիտություն է, որով ես իրականում հիանում եմ, ու մեր բժշկական միջավայրում երբ որ խոսում ենք, ես ասում եմ, որ ուրոլոգիան բժշկության անկյունակարերից մեկն է։ Որտեվ դու կապ ունես շատ տարբեր մասնագիտությունների այդ հատման կետերի հետ։ Դա էնդոկրինոլոգիան է, դա գինեկոլոգիան է, դա պրոկտոլոգիան է, դա ընդհանուր վիրաբուժությունն է, դա սիրտանոթային համակարգն է, դու այդ ամեն ինչը պարտավոր ես իմանաս, որովհետև այդ ամեն ինչը ուրոլոգիական հիվանդությունների վրա ազդում են։ Դա հիմնական հետաքրքրությունն է, իսկ բայց նաև ամենապատասխանատուներից է, ես չեմ հասկանում, որովհետև մի սխալ շարժում, հա, եւ ինչ որ մեկի ճակատագիրն է, առողջությունն է եւ այլն, դա ցանկացած ոլորտում է բժշկության, բայց ուրոլոգիայում առավել եւս։ Դե ասեմ ձեզ, որ ուրոլոգը մենակ տղամարդու բժիշկ չի։ Ահա։ Այո, կանայք էլ ունեն երիկամ եւ միզապարկ։ Ինչքան էլ ուզենան դա հերքել, բայց իրանք էլ ունեն։ Ինչևից է, նայեք, ուրոլոգիան տեխնիկական առումով ինքը շատ լայն հնարավորությունների մասնագիտություն է։ Դու եթե ուզենաս, կարող ես դառնալ մեծ վիրաբուժության ջատագով, դա օնկոուրոլոգիան է, մեծ ծավալի վիրահատություններ են։ Ցանկություն ունենաս, կարող ես փոքր ուրոլոգիայով զբաղվել, այսինքն փոքրածավալ վիրահատություններ, կարճ վիրահատություններ, որոնք որ շատ են, դա վարիկոցելը, հիդրոցելը եւ այլ շատ հիվանդություններ կան։ Ուզում ես, կարող ես ուրոլոգիայում ինտիմ էսթետիկայով զբաղվել, ինչը հիմա այս վերջի մի տարին իմ մասնագիտական հետաքրքրություններից մեկն է, որը որ աշխարհում շատ վաղուց արդեն կիրառվում է, մեզ մոտ ես եմ սկսել այդ ուղղությունը զարգացնել, ու ինձ թվում է կզարգացնեմ, շատ լավ կզարգացնեմ, դա արտաքին սեռական օրգանների տեսքի չափի փոփոխությունն է։ Ես սիրում եմ այդ ռեկոնստրուկցիաները անել, որը որ ուրոլոգիայում այդ հնարավորությունը շատ լավ կա։ Ու փառք Աստծո, իմ ուսուցիչը, պրոֆեսոր Հարությունյան Երվանդը, ով իմ համար, չգիտեմ, քերի հորողբեր, այ նման կերպ եմ էլի ես իրան ընկալում, ոչ թե զուտ որպես ուսուցիչ, իմ հարազատ մարդն է, ինքը ինձ այնպիսի բաներ է սովորացրել ուրոլոգիայում, այնպիսի հմտություններ է սովորացրել, որ ես փառք եմ տալու ասում, որ ես նման ուսուցիչ եմ ունեցել ու ունեմ առ այսօր, ու ես շատ շնորհակալ եմ, որ այդ բազան, որը որ բժիշկի մեջ պետքա դրվեր, իմ մեջ դրել է հենց Հարությունյան Երվանդը։ Ու դա ինձ հնարավորություն է տվել, ես այսօր ցանկացած ուղղություն ուրոլոգիայում վերցնեմ ու զարգացնեմ։ Ժամանակակից ուսանողությունը ձգտում է այդ մասնագիտությանը, թե ոչ։ Կան մարդիկ, ովքեր ձգտում են, կան մարդիկ, որ չէ։ Տեսեք, ուրոլոգիայի պրեստիժը պայմանավորված է անձով։ Կան ուրոլոգներ, ովքեր որ իրանց աշխատանքը այդքան էլ պրեստիժ չի, որտեվ իրանք են այդպես որոշել։ Կան ուրոլոգներ, ում աշխատանքը շատ էլ պրեստիժ է, ու հասկանանք մի բան, որ այսօր այդ պրեստիժի, ուրոլոգիայի պրեստիժի հարցը նաև գնահատվում է ըստ իր վաստակած գումարի, ըստ իր պացիենտների քանակի, ըստ իր կարացած վիրահատությունների քանակի։ Այսինքն, եթե ես կարողանում եմ անել ուրոլոգիայում ցանկացած վիրահատություն, հետեւաբար ես ունեմ շատ պացիենտներ, հետեւաբար ես աշխատում եմ շատ գումար։ Հետևաբար իմ մեքենան, իմ հագուկապը, իմ կենսակերպը եւ այլը դառնում են պրեստիժ, լավ, փայլուն, ու հետևաբար ուրոլոգիան զարգանում է։ Այսինքն մարդիկ նայում են, ասում են, այ ինքը իմ համար բան է, անգլերեն լավ բառ կա, role model։ Այսինքն մարդը, ում ես կուզեմ նմանվեմ։ Ու ընտրում են ուրոլոգիա, որովհետև բժշկական ասպարեզում դու շատ դեպքում ընտրում ես քո ուսուցչին, ոչ թե ընտրում ես մասնագիտությունը, որովհետև օրինակ Երվանդ Սերգեևիչի պարագայում ասեմ, որ ուսուցիչն է, իր այդ զուտ նստես դու զրուցես, ասենք 20 րոպե, 15 րոպե, 30 րոպե, ինչքան երկար, այդքան ձեր օգուտն է, ասեմ ձեզ։ Նստես զրուցում ես իր հետ, ու դու հասկանում ես, որ դու, չգիտեմ ինչ մասնագետ ես ուզում դառնաս, բայց դու ուզում ես Երվանդ Սերգեևիչ դառնաս։ Հասկանում եք, չէ՞, ու ամեն ոլորտում կան նման մարդիկ, ովքեր որ չեմ խորշի այդ բանից, իմ գնահատականով ոլորտի առաջատարն են, ոլորտի բավականին զարգացած մարդիկ են նաև ոլորտից դուրս։ Այո, բժիշկը չի կարող զարգացած չլինի։ Բավական երկար ժամանակ ընկերություն ենք անում հենց բժիշկների հետ, այնպես մշտոցակակ տաղակումում հիմնականում ֆիզիկոսներ են ու բժիշկներ են, տենց առաջատար դերերում, մինչ հիմա այդ ընկերությունը պահպանում, ու ես միշտ զարմացել եմ, ինչքան բազմա կողմանի զարգացած մարդիկ են բժիշկները, այսինքն
ամեն թեմայից նույնիսկ վերջում են հիշում բժշկական ինչ-որ թեմաներից կարելի է խոսալ, իսկ բազմաթիվ թեմաներով կարելի է խոսալ եւ սերնդից է կախված, անկեղծ ասեմ, իրենք են շատ ասում, օրինակ մեր այս մի պրոֆեսորը այսպեսին է, այսինքն մենք գնում ենք դասախոսների կամ մնում ենք, որտեղ ինքը նաեւ շատ հետաքրքիր կյանքից օրինակներ է պատմում, փիլիսոփայությունից, գիտություններից եւ այլն, իսկ մարտիկային ուղղակի գնում են, լսում են ինքը ինչ է ասում, գրում են ու անգիր էին անում, որ գային քննությունը պատասխանեն։ Իհարկե Էլի եմ ասում բժշկության մեջ դու ավելի շատ ընտրում ես քեզ նաստավնիկին, ոչ թե ընտրում ես մասնագիտությունը։ Ու պետք է այդ հարցում կարողանաս ճիշտ կողմնորոշվես, ճիշտ ընտրություն անես։ Հիմա ուսանողությունը փորձում է գնալ հեշտ փողի՝ ստոմատոլոգիա, լուչևая դիագնոստիկա, գինեկոլոգիա, մաշկաբանություն, կոսմետոլոգիա, 40-50 հոգով արձինատորներ կան, բայց օրինակ շատ եմ ցավում, որ նեֆրոլոգիա, ֆիզիատրիա, հոգաբանություն, նման մասնագիտություններում մենք չունենք այդ բաները, քանակը։ Թերապիա, հայաստան բանականությունը, եթե զարգանա բժշկության մեջ է, որը կմնա, որը չի մնա, ըստ քեզ։ Շատ մասնագիտություններ, եթե մենք 4 հաշվարկով ենք նայում, կարան դուրս գան։ Շատ մասնագիտություններ, բայց եկեք հասկանանք, ուրոլոգիան միշտ ապագա ունի։ Մի հատ հարց եմ ուզում տամ, մենք, որ խոսում ենք մասնագիտություն դուրս գալուց կամ արհեստական բանականությունից, երբ որ պացիենտը գնում է բժշկի մոտ, առաջի հերթին ինքը ինչ է սպասում, որ իր ինֆորմացիան պետք է վերցնեն, մշակեն ու իրան խորհուրդ տան, թե առաջի հերթին ինքը սպասում է կարեկցանք, սպասում է հոգատարություն, վերաբերմունք։ Դե հիմա բացատրեք արհեստական բանականությանը ինչա վերաբերմունքը։ Նա վերլուծող մարմին է, այսպես ասած։ Այո, արհեստական բանականությունը կարա պրակտիկ բժշկի ձեռքի տակ լինի իր օգնականը, ու շատ դեպքերում այդպես էլ կա, որովհետև ժամանակին, օրինակ, լիտերատուրնա աբզոր անելու համար, հոդվածի համար, դու ընկնում էիր ամբողջ գրականությունը գրքերով, սենց թերթելով գտնում էիր հոդված կամ գտնում էիր այդ աբզացը, որը քեզ պետք է, էջը նշում էիր, որ հոդվածում ներառես։ Դրանից հետո եկավ թվային գրադարանները, այդ PubMed-ն է, Medscape-ն է, UpToDate-ն է եւ այլն։ Այդ ժամանակ դու ընկնում այդ կայքում էիր որոնում անում ու հերթով հոդվածները կարդում էիր, որ քեզ պետքական բանը այդ թեմատիկայից կարողանաս վերցնես։ Այսօր դու ճիշտ պրոմպտ ես տալիս արհեստական բանականությանը, ասում ես այս թեմայով սենց ելքով կամ սենց ելքով կամ նենց ելքով այս տարեթվից այս տարեթիվը ինձ տուր հոդվածներ, որոնք որ օրինակ իրականացվել են այսենց ինքս տալիս է բոլոր հոդվածները թիրախային ու դու ոչ թե ժամանակ ես ծախսում մի շաբաթ, որպեսզի հերթով հոդվածները կարդաս, հասկանաս, որն է քո թիրախային հոդվածը, դա առանձնացնես, դու ուղղակի ստանում ես այդ թիրախային հոդվածները, որոնք որ դու կարդում ես ու քո նպատակը իրականացվում է։ Հիմա տես բժիշկները զարգանում, հա, այդ ժամանակից գործիքների ու մի հատ ծանոթ բժիշկ ունի, ասում է, հիմա մեծ խնդրեմա դառնին Google պացիենտներ։ Շատ էս հանդիպում քո կյանքում, տենց Google-ով զարգացած, Wikipedia-ով կոփված ուրոլոգ պացիենտների, իմ առաջնային պացիենտների կեսը, հետո զանգում է, ասում է, բժիշկ ջան, ճիշտն ասած, կոմոտից հետո որ դուրս եկանք, գնացինք ChatGPT-ին հարցրեցինք, նույն բանը ասեց, ինչ որ դու ես ասում, ու ասաց, որ Եվրոպայում էլ են տենց նույն բանը նշանակում, Ամերիկայում։ Անվստահություն բժիշկների հանդեպ, թե սա ինչ է։ Դա անվստահություն է բժշկի հանդեպ, որտեղ բժշկի վրա տարվող սոցիալական այս արշավները, որոնք մի կողմից պետական հովանավորչության տակ են, այսինքն բժշկին, ասենց զատ են մնացած process-ներից։ Դու բժիշկ ես, թե քաղաքական գործիչ, դու բժիշկ ես, թե բլոգեր, դու բժիշկ ես, թե SS, դու բժիշկ ես, մի կողմից դա է, մյուս կողմից անվերահսկելի մեդիա դաշտն է, որը որ օրինակ Աստված մի արասը ինչ որ դժբախտություն ալնում մեկի մոտ, ինչ որ հիվանդանոցում մարդ է մահանում։ Իրանք չեն լսում մյուս կողմը, բայց շատ դիտելիություն ունենալու համար վերցնում միակողմանի տեղեկատվություն են դնում ու հետո արդեն մարդկանց մտածելակերպի մեջ ոչ ոք չի սпасելու, որ տեսնի դա հերքում են, չեն հերքում, իսկ գործը ոնց ապացուցվեց, իսկ դատական նիստը ոնց անցավ եւ այլն։ Այդ ամեն ինչը վերում է նրան, որ բժշկին սկսում են չվստահել։ Իսկ ինչ ես անում դու այդ գերզարգացած, այսինքն թերզարգացած հիվանդների հետ։ Ոչ մի առանձնահատուկ բան, ես նույն կերպ վերաբերվում եմ պացիենտին, ով որ ChatGPT-ով կամ Google-ով ինչ որ բան է կարդացել, նույն կերպ այն մարդուն, ով որ չի կարդացել։ Իմ պարտականությունն է
պացիենտին բացատրեմ իրավիճակը, բացատրեմ անելիքները, բացատրեմ հնարավոր ռիսկերն ու բարդությունները, բացատրեմ հետվիրահատական կամ բուժական ընթացքը, ինքը պետք է ընտրի, եթե ինքը ընտրում է, ինքը ստորագրում է իմ հետ կամ հիվանդանոցի հետ պայմանագիր, որ ինքը ընտրել է գիտակցված եւ այլն եւ այլն, հետո արդեն ինքը պետք է լսի ես իրան ինչ եմ ասում, ու անի այն ինչ որ ես իրան ասում եմ, որովհետեւ եթե չարեց, ինքը չի ունենա այդ արդյունքը։ Ես ոչ մի առանձնահատուկ բան, ոչ մի ասած տարբերություն չեմ դնում Google-ով կարդացածի եւ չկարդացածի հետ, որովհետեւ կան մարդիկ, ովքեր որ Google-ով շատ ճիշտ բաներ են կարդում, ու դու իրանց բացատրում ես, ինքը քո խոսքի կեսից հասկանում է, ինքն էլ է հիշում, ասում է, այս ազդող նյութով դեղը պետք է խմեմ, ասում ես, այո, բան դու էլ ես ուրախանում, որ կրթված մարդ է։ Մյուս մարդիկ օրինակ կարան կարդան կամ կարան լսեն, ինչ որ չգիտեմ, մի հատ հեքիմի բլոգ ու վերկանան գան, ասեն, «Էս ինչ է, բժիշկ ջան, խես է դեղը տալի, հենա մեր հարևանա, չգիտեմ, ծիրանի չրով ու բանով, եզան լեզվով կխփի այդ մասին, կանցնի ցավը հիմա»։ Չես կարա դու իրան ասես, գիտես ինչ կա, ես քեզ արգելում եմ դա անես։ Չես կարա դու իրան ասես, ես քեզ խնդրում եմ դա մի արա։ Քո պարտականությունն է բացատրես հնարավոր ռիսկերը։ Ու իմ կյանքում մի հատ տենց շատ լուրջ դեպք ա եղել, որը որ ինձ համ շատ նեղացրել է, համ շատ սովորեցրել է պացիենտի այդ շփում։ 2015 թվականն էր, ես պացիենտին բացատրում եմ, որ ձեզ մոտ երիկամի քաղցկեղ է, սկզբնական ստադիա է, եթե հիմա անենք, կարող ենք մենակ այդ քաղցկեղի մասը հեռացնել, այսինքն երիկամի ռեզեկցիա անել։ Մի խոսքով, իրան ամբողջը բացատրում եմ էտապները, վիրահատությունից հետո ինչ անելու, ինչքան ժամանակ հետո է ինքը դզվելու, երբ է գալու դինամիկ հետազոտության եւ այլն, մարդը լսեց, մոտ 43 րոպե իրականում ժամանակ եմ ծախսել, որտեղ այդ ժամանակն էլ էր տպավորվե մեջս, էլի որ մեն էտապներից մեկը իմ այդ նեղվածության էր, որ այդքան ժամանակ ծախսեցի այդ պացիենտի վրա ու այդ պացիենտը տենց վախճան ունեցավ։ Այդ մարդը ինձ ասեց, լավ ես ասում բժիշկ ջան, բայց գնամ մեր հարևանը ասելա, որ եթե եզան լեզու էր, մեկ էլ էլի խոտ էր ինչ որ, եթե կոմպրես դնեմ այդ կողքից, ուռուցքը դուրս կգա։ Ես այդ մարդուների հարազատներին բացատրեցի, որ ժողովուրդ, եթե դուք 6 ամիս հետո գաք, կարող է ուռուցքի ստադիա փոխված լինի, վիճակ բարդանա, իրանք ընտրեցին այդ հարևանի բուժումը։ Ու 6 ամիս հետո այդ մարդը եկավ ամբողջ օրգանիզմը մետաստատիկ ախտահարումով, այդ մարդը այդ իմ երկրորդ անգամի մոտ այցելելուց հետո մի ամիս հետո մահացավ։ Այդ մարդը եկավ, ասաց բժիշկ ջան, այ հիմա եկել եմ, այ հիմա վիրահատի, ես ասացի, որ քեզ անիմաստ է հիմա վիրահատել։ Մենք չենք կարա քո սաղ օրգանները կտրտենք։ Շատ տեղերում թոքում, լյարդում, դե երիկամը չասեմ, որ լրիվ ուրիշ ստադիա էր դարձել, մետաստազներ էին առաջացել գլխուղեղում։ Ուստի ես խորհուրդ եմ տալիս, որ եթե նույնիսկ կարդում են Google-ով գրականություն կամ ChatGPT-ին հարցնում են, կոմպետենտ ինչ-որ բան կարդան, էլի, դժվար է կողմնորոշվել այդ առումով։ Ոլորտից վերջին հարցը տամ, էլի, որովհետև alter ego ունես նաև, ոնց մարդու մոտ ինչ-որ բան ցավում է, հա, ոնց ինքը իմանա, որ բժշկի մոտ գնա, որ չխաբեն, չծրեն, սխալ բուժում չտան, այսինքն գիտես ոնց է ժամանակին փողեր տալիս գնում էր ինչ-որ դա բժշկի մոտ կամ ծանոթ էր խառնում, հիմա ծանոթ չի խառնում, հիմա կարաս փոխտած գնաց լավ բժշկի մոտ։ Այսինքն պատահական մարդը ինչ-որ միտեղ մի բան ցավացել է, ինչ անի, այսինքն այս առաջնային առողջապահության համակարգը, որ Հայաստանում ներդրվել է, մի փոքր մասնակցել եմ, հա, ժամանակին այդ ընտանեկան բժիշկ եւ այլն բան, բժիշկ սիզնայք եք եւ այլն։ Հիմա մարդու մոտ ցաված ինչ անի, այսինքն որտեղ գնա եւ ոնց հասկանա, որ բժիշկն է ճիշտ, որ մասնագետի մոտ է պետք գնալ, նայեք։ Նորմալ երկրներում այս կներես ընդհանրում առողջապահական ապահովագրման համակարգը սա ավելի դրական է լինելու, թե ավելի բացասական է լինելու։ Շատ ծավալուն հարց է տվել, բայց փորձեմ այս էտապ պատասխանեմ։ Տեսեք, երբ որ մարդու մոտ ինչ-որ մի բան ցավում է, նորմալ երկրներում ինքը գնում է իր պոլիկլինիկայի թերապևտի մոտ կամ ընտանեկան բժշկի մոտ, ասում է, այս ինչ տեղը ցավում է։ Իրան հետազոտում են պոլիկլինիկայում, ինչ-որ բան գտնում են, եթե կարողանում են բուժեն, բուժում են, եթե չեն կարողանում բուժել, հստակ ուղղորդում են, որտեղ արդեն ինքը բժշկի մոտից է ուղղորդվում այլ բժշկի մոտ։ Պատկերացրեցիք, չէ՞։ Մեր երկրում դու կարող ես գնաս պոլիկլինիկա, քեզ չուղղորդեն, դու մնաս, որտեղ պետպատվերը չկա, որովհետև այս բուժկենտրոնի տնօրենը պոլիկլինիկայի տնօրենի հետ չունի, կամ այդ բժիշկը այն մյուս բժիշկի հետ չունի, ինչ-որ սենց պայմանականություններ են շատ։ Պլյուս դրան գումարվում է այն, որ մեր ընտանեկան բժիշկները արդեն միջին եւ բարձր տարիքի են հիմնականում։ Երիտասարդ սերունդ, այն
մոտիվացված թերապևտներ, ովքեր որ կգան ու կասեն, դա բայց սաղին տվեք ինձ, ես սա նայեք ոնց եմ դիրիժորություն անում ստեղ ու ոնց եմ կայացնում այս համակարգը, տենց մարդիկ շատ քիչ են։ Շատ քիչ են։ Ու թերապիա չեն էլ ընտրում։ Մարդը պարտավոր չի իմանա, որ օրինակ իր կողքը ցավում է, այս կողերի հատվածում ցավում է, ինքը գնա ուրոլոգի մոտ, որտեղ ինքը քարակցում, ինքը գնա նյարդաբանի մոտ, որովհետև միջ կողային նևրալգիա է մոտը, թե ինքը գնա օրինակի համար, չգիտեմ, օրտոպեդ տրավմատոլոգի մոտ, որտեղ կողը ճաքել է։ Այդ իր ինտուիցիայով, դիդուկցիայով ինչ որ մի բան ինքը կարողանում է հասկանալ, բայց գլոբալ առումով ինքը պարտավոր չի դա իմանա, ինքը պետք է գնա իր թերապևտի մոտ։ Իր թերապևտին ինքը շատ դեպքերում չի վստահում, որովհետև պոլիկլինիկաներում մտնում ես թերապևտի սենյակ, կողքը եւս երկու թերապևտ նստած են, դու չես ուզում իրանց բոլորի մոտ հանվես, կիսվես գանգատովդ եւ այլն եւ այլն։ Մենք ունենք խնդիր։ Այդ բժշկի ընտրության մեջ գյուղերում ավելի լավ է վիճակը, որտեղ օրինակ գյուղական ամբուլատորիայում ու գյուղի բուժկետում մի բժիշկ կա ու բուժքույրեր են։ Այսինքն ինքը այդ բժշկի մոտ է գալիս, այդ բժշկի վրա է այդ պատասխանատվությունը։ Այդ բժիշկները հետնորդ չունեն, այսինքն իրանց փոխարեն երբ որ ինքը գնաց թոշակի կամ օրինակ հիվանդացավ մի շաբաթ չի գալիս, ով պետք է այդ բնակիչներին տիրություն անի։ Չունենք հետնորդ, չունենք հաջորդ սերունդ թերապևտների։ Նորմայում պետքա տենց լինի։ Հիմա անդրադառնանք ձեր ասած ապահովագրությանը։ Եթե մեր մոտ ընտանեկան բժիշկների ինստիտուտը լավ զարգացած լիներ, երիտասարդ կադրերով համալրված լիներ, շենքային պայմաններով, բանով, ես չեմ բացառում, որ կաշխատեր ապահովագրությունը, բայց այսօրվա մեր ապահովագրությունը, որը որ ներդրվելու է հունվարի 1-ից, շատ լուրջ կասկածներ է թողնում, որ դա արդյոք աշխատելու է, թե չէ։ Ես առաջի ջատագովն եմ, որ մերպես երկրներում պետքա պարտադիր լինի։ Շատեր ասում են հերթագրումն է երկարելու։ Իհարկե երկարելու է։ Պետք է պարտադիր լինի բժշկական ապահովագրությունը մեր երկրում։ Ես կողմ եմ դրան։ Եվ ինչպես նաև շատ տարբեր լավ մտքերի ես կողմ եմ։ Հարցը այն է, որ գործող պերսոնաժների մոտ միտքը կարող է լավ լինի, բայց իր իմպլեմենտացիան չի ստացվում։ Դա փորձի պակասից կարա լինի, դա ոչ բավարար հաշվարկներից կարա լինի, դա շատ տարբեր բաներից կարա լինի, բայց դե փաստացի ես չեմ տեսել որևէ ծրագիր, որը որ գործող պերսոնաժները ներդրել են ու ինքը լավ աշխատել է։ Ինչ ներդրել է, տապալվել է։ Սկսած վակցինացիայից կանդրադառնանք այդ պերսոնաժներին։ Չէ, դե սկսած վակցինացիայից վերջացրած հիմա ակնկալում եմ, որ ապահովագրությունը մի քանի մարդու հետ, այն եմ ասում, այդ հերթագրման բանն ժամկետն է լինել, մեկ էլ ասել են բան, կոպիտ ասած Լևի բժշկի մոտ գնալը թանկանալու է։ Հիմա ուրիշ հարց եմ ուզում տամ, տեսեք, դուք բժշկական միջավայրի հետ կապ չունեք։ Գիտեք, որ ապահովագրությունը ալնելու։ Դուք գիտեք ինչ ծառայություններ են ձեզ հասնելու։ Ինչ գիտեմ, ես ում մոտ եմ գնալու, եթե ինչ-որ ցավ։ Ոչ մեկ չգիտի ինչ ծառայություններ են լինելու։ Ես բժիշկ եմ, վիրաբույժ եմ, ես չգիտեմ ինչն է ապահովագրականով փակվում, որ իմ պացիենտին կարողանամ, հենց այսօր մոտս պացիենտեր ասում է, իսկ որ նոր տարուց հետո գամ, կարող է սա ապահովագրականով լինի, ասում եմ, չգիտեմ, ծառայությունների ցանկը, ծառայությունների ցանկը չգիտենք։ Եթե իմանամ ծառայությունների ցանկը, ես մեծ հավանականությամբ պրոգնոզ կտամ, ինչքան ժամանակ կաշխատի այս տեսքով այդ համակարգը, ու ինչքան ժամանակից կամ պետքա բան փոխեն, կամ կտապալվի։ Հիմա, այն որ առողջապահական համակարգ իրականում անհրաժեշտ է, մեզ դա փաստ է, բայց հարցը այն է, ոնց դա ներդնել, ոնց ճիշտ քայլերի հերթականությունը պլանավորել, ոնց հաշվարկել, ռիսկերը նվազեցնել, չունենք տենց բան։ Հաշվարկված չի։ Իմ տեսածով այդ մարդկանց հայտարարություններով հաշվարկված չի։ Ամենապրիմիտիվ օրինակը բերեմ։ Ամենախոցելի խումբը դա մինչև 100,000 կամ մինչև 200,000 ստացող մարդիկ են, չէ, աշխատավարձ։ Մարդիկ իրենց գրպանից վճարում են նաև իրենց բուժման համար։ Հիմա մեր երկրում որոշել եմ, որ 200,000-ից սկսած ապահովագրելու են, այդ ամենախոցելիներին թողելու են։ Կարեք ինձ բացատրեք ինչի։ Ինչով է դա հաշվարկած։ Եսը չեմ կարա։ Ինչի մինչև 100,000 ստացողը, ով որ թեորիականապես ավելի շատ դրա շահառուն է, որ ինքը պետք է քիչ փող ծախսի, որ իր ընտանեկան տնտեսությունը չտուժի, որ իր երեխան էլ կարողանա մի հատ ինչ քաղցր բան ուտի, մի հատ էլ ասենք ինչ որ ավել վերարկու ունենա։ Միակ բացատրությունը զուտ ֆինանսական, որ բարձր աշխատավարձ ցույց տան։ Բարձր աշխատավարձ ում ցույց տան։ Okay։ Պետությանը։ Որ մեր մոտ բարձր աշխատավարձ է, շատ է պետությունը։ Դե որ 100,000-ից շատ է։ Աստված տա, այդ շատ լավ է, թող տենց լինի, բայց արդյոք դա լուծում է բնակչության առողջական խնդիրը։ Մենք ապահովագրությունը ներ ենք դնում, որ պետությանը բան ցույց տանք, թե մենք ապահովագրությունը ներ ենք դնում, որպեսզի մեր բնակչությունը առողջ լինի։ Այ հարցը այդտեղ է կայանում։
Եթե մենք անում ենք որ ցույց տանք, թող պրոստը ցույց տան թղթերով, ոչ մի բան չներդնեն, որովհետև այդ համակարգը որ մտավ մեր մոտ հունվարից շատ լուրջ փոփոխություններ կարող է սկսեն լինել, շատ լուրջ, որոնք որ հաշվարկված չեն, շատ լուրջ հերթեր կարող են գոյանալ, որովհետև այն մարդիկ, ովքեր գումար չունեն այսօր բժշկի գնալու ու չեն գնում, իրանք բոլորը գնալու են բժշկի, ու հիմա պատկերացրեք այդ բժշկի վիճակը, ով որ ունի իր տեմպը, իր հերթագրումները, իր SSS, ու գալիս է պացիենտը, ասում է, դե եկել եմ, հետևսեմ 20 հոգի պացիենտ եմ իմ հիվանդությունով բերել, ո՞նց անելու այդ բժիշկը։ Ոնց գլխին ֆանար են կպցնել որ գիշերն է աշխատի։ Չենք կարողանալու, հասկանում եք, չէ՞։ Մենք ես օրինակ չգիտեմ ինչ դեղորայքն է փոխհատուցվում ապահովագրականի կողմից։ Արդյոք օրինակ որ ես մի հատ պացիենտի 40 օրով անտիբիոտիկ գրեմ, դա կփոխհատուցվի։ Հետո ճանապարհին կերևա ինչ անենք, համոտավորապես հետո։ Դե ցավոք մեր մոտ շատ Ուղղակի այստեղ բան չի սովորական ինչ-որ, չգիտեմ, կրթական ռեֆորմ, չեն կարևորություն եմ տալիս բոլոր ռեֆորմները, բանկային ռեֆորմ, սա առողջապահության ռեֆորմ է, սա ելի մարդու առողջության վրա։ Մենք պետք է հասկանանք, որ առողջապահությունը դա սոցիալական ոլորտ է, որտեղ որ ամեն ինչը ներվ է։ Ամեն կապնելուն կարա սենց լուրջ արձագանք տա։ Ու պետք է հասկանանք, որ ժողովուրդ ջան, պետք է հաշվարկել, ռիսկերը գնահատել, նվազեցնել, ներդնել լիքը բան, նոր հետո անցնել։ Օրինակ մենք ունենք ուղեցույցներ։ Ես ձեզ ինչ ցուցումով պետք է վիրահատեմ։ Եվրոպական, ամերիկյան, հայկական, ո՞րն է մեր ուղեցույցը։ Ձեր ասեք վիրահատության կամ բուժման ցուցումը, կամ բուժման դեղորայքը քանի օրով է հաշվարկվում։ Մենք ունենք ուղեցույց, որ դեպքում ինչքան դեղորայք է պետք տալ, բացի կովիդից ու թոքաբորբերից, որոնք որ մշակել ենք այդ վաղ։ Թողենք առողջապահությունը, որտեղ ինչքան խոսանք այդքան պրոբլեմա։ Իմ ամենասիրելի թեման է իրականում։ Չէ, այդ մուժիկին ենք անդր, հետ են գնալու մուժիկին, հա։ Հա, որովհետեւ իմ ամենասիրելի թեման է այս ոլորտը, ու ես կարող եմ սրանից ժամերով խոսալ։ Դու ցավ ես ապրում, ես նաև կարդում եմ քո գրառումները եւ այլն։ Նոյեմբերի 11-ին ես գրել էի, որ հոնկոնգյան գրիպը Հայաստանում։ Հիմա բոլոր մանկական բաժանմունքները լիքն են։ Հոնկոնգյան գրիպը։ Ես անձամբ հիվանդացել եմ ու սարսափելի բան։ Ու ինչ արվեց, որպեսզի մենք այդ չունենանք, ինչ որ դիմակներ եղան, ինչ որ դպրոցներում արձակուրդ տվեցին, որ շղթան կտրեն, ոչ մի բան։ Աստված իրես, տենց ենք առողջապահություն մենք կառավարելու։ Հիվանդացնել բուժելով, վրից պատվաստելով, վրից ասելով, որ այս տեղը չի կարելի, վրից ասելով, որ ձեզ ապահովագրելու ենք, մեզ գումար տվեք, բայց առաջնային կանխարգելում չկա, երկրորդային կանխարգելումը թերի է աշխատում։ Գևորգ, մուժիկին վերադառնալով, հա, մի փոքր անեկդոտ հիշեցի, որ մեկը մոտենում ասում է կներեք դու կարող ես մեր Արմենի քուրն եք, ասում է չէ ինչի, ասաց Արմենը ասել է ինձ նման չէ, քուրս մտածի կարող է դու ես, հիմա քո Գրիգորի մասն եմ ուզում խոսեմ, հա, շատերը որ իմանում են որ դուք տարբեր, որ դուք նույն եղբայրներ եք, հա, հարազատ եղբայրներ եք, չեն հավատում, հա, երկու տարբեր անձնավորություն, բայց ինչն է ինձ համար հետաքրքիր, 44 հրապատերազմ մեկը Ջաբրայելում, մեկը Շուշիում, եթե չեմ սխալվում։ Հետո ինքը երբ որ հետ եկավ, մենք միասին գնացինք Շուշի։ Ես սկզբի ժամանակահատվածը Ստեփանակերտում եմ եղել, հետո նոր Շուշի։ Երկու տարբեր մարդիկ, բացարձակապես էլի, ես երկուսը շատ լավ ճանաչում եմ, հա, ու սենց, բայց ամեն դեպքում մեկ էլ տեսնում ես երկուսը դա այդտեղ եք։ Տեսեք, իմ ու ինչու որոշեցիր գնալ։ Իսկ ես կարայի որոշեի չգնալ։ Ու շատերը ունենք չգնացին։ Իմ համար այդ ընդունելի տարբերակ չի։ Սենց ասեմ, այն պատկերացումը, որ էլի մուժիկին անդրադառնանք, որ տղա, այ տղեն կգնար։ Իմ համար այդ պատկերացումը ես դրա համար գնացի։ Այդ ռիսկերը պատկերացնում էր։ Դե բնականաբար, երբ որ դու գնում ես պատերազմ, դու հասկանում ես ռիսկերը։ Սա պատրիոտիզմ էր, թե իրոք մտածում էր օգուտ կարող ես տալ։ Դու գնացել ես որպես բժիշկ, թե դու գնացել ես որպես զինվոր։ Երկուսը մեկում։ Ես ինքս կոչում ունեմ, որտեղ ես վայրենի կաֆեդրայում անցա, ես լեյտենանտ եմ, վիրահատել եմ կարում ու կրակել եմ կարում, ինձ թվում է ես պետք է գնայի, տարբերակ չկար, բայց ես ուզում եմ սենց մենք մի հատ հասկանանք, էլի, եթե ոչ ես ապահով այդ կոնցեպտով եմ ես մտածել, եթե ես չգնամ, ասենք Տիգրանը գնաց, չգիտեմ, այն մյուսը գնաց, երրորդը գնաց, չորրորդը գնաց, ու եթե յուրաքանչյուրը մտածի, որ եթե ոչ ես ապահով, Իրանք բոլորը կգնան ու բոլորի գնալու պարագայում մենք կարող ունենանք շատ լավ հաղթանակներ ու շատ լավ ռեզուլտատներ։ Այսինքն պետք է հասկանալ դու ինչից դրդված ինչ ես անում։ Ես այն դաստիարակությունն եմ ստացել ու այն աշխարհայացում ունեմ, որ իմ համար դաժե չի եղել ինչ որ երկմտանք գնամ թե չէ։
Ընդ որում ես գրել եմ նախարարություն, ես իմանալով դուք գիտեք իմ հարաբերությունները նախարարության հետ 18 թվականից, ես գրել եմ նախարարություն, որ ես վիրահատել եմ կարում, կարակ գործուղեք 0 արձագանք ու ես գնացի մեր ջոկատով, որպես ու իմ հետ եկավ նաև իմ ասիստենտը, ով որ այնտեղ ինձ շատ օգնեց։ Մենք գնացինք իրար հետ Վանեցյան Արտուրի հրամանատարության ներքո, գնացինք այնտեղ, մենք մեր առջև դրած խնդիրը լուծեցինք, մենք այնտեղ ինչը որ անհրաժեշտ էր անել, արեցինք ու մեր հետ գալուն պես այն տարածքները, որոնք որ վստահված էին մեզ, մնացին հայկական։ Այսինքն մենք որ թողեցինք այդ տարածքները, դες ինչ որ բաների մեջ են մեղադրում, հա։ Գիտեք, շատ մարդ, շատ բանի մեջ կարա շատերին մեղադրի։ Այն որ այսօր անարդար ու Դուք այդ մեղադրողներին հանդիպել եք, ինձ դեմ հանդիման թե ոչ։ Չէ։ Ես երբևիցե չեմ տեսել իրական մարդ, միշտ ինչ որ fake օգտատերերի գրառումներ եմ տեսել, իրական մարդկանցից միակ մարդուն որ տեսել եմ, այդ իրան բոլորն են տեսնում, հիմա ուրիշ ամպլուայում է ճիշտ է, հիստերիան անցել է, բայց սենց բանիկները անում բան սենց, իրան եմ մենակ տեսել, իրան չեմ հանդիպել, իրան հանդիպելը իմ համար չգիտեմ, ինչ տրիգերներ կարա ակտիվացնի, իրան չեմ հանդիպել, բայց միակ մարդը ում իրական մարդը ով այդ մեղադրանքը հնչեցրել է, ինքն է եղել, իր խոսքի ճշմարտացիության վերաբերյալ էլ ես շատ խորը կասկածներ ունեմ ու կարծում եմ, որ գիտակից մարդիկ շատ խորը կասկածներ ունեն իր ցանկացած խոսքի ճշմարտացիության հետ կապված։ Նաև ինձ համար միշտ հետաքրքիր ինչպես դու ու Արմեն Գրիգորյանը հանդիպեցիք իրար, հա, որովհետև նայ ոնց որ դու եղբայրդ բավական տարբեր մարդիկ եք, բայց ինչ որ միտեղ միասին եք հայտնվում, ամենակարևոր բանը, ես նաև գիտեմ, որ Արմեն Գրիգորյանն հետ բավականին ինձ համար դուրս շատ էր գալիս, հա, համատեղ ձեր գործունեությունը ինչ եք անում, ոնց եղավ որ հանդիպեցիք։ Այդ մասով ասեմ, եղբորս հետ կապված, մենք տարբեր աշխարհայացքներ ունենք, տարբեր բնավորություններ ունենք, բայց մենք նույն դաստիարակությունը ունենք ու նույն հայացքները ունենք այն սկզբունքային հարցերին, որոնք որ վերաբերվում են պետությանը, կրոնին, ընտանիք հասկացողությանը եւ այլն։ Ու մեր տարբեր դիրքորոշումները, որոնք որ կան, գաղտնիք էլ չի։ Ես իմ դիրքորոշումն եմ շատ հաճախ հայտնում, եղբայրս իր դիրքորոշումն է հայտնում։ Դրանք որևէ sense ազդեցություն չեն կարող ունենալ նրա վրա, թե ինչ ենք մենք ստացել, այն Զավադսկոյի նաստրոյկեքի վրա, որևէ ազդեցություն չեն կարող։ Ձեր հարաբերությունները, եթե կարող հնարավոր է էքստրապոլյացիա անել ամբողջ երկրի վրա, ինքն արդեն շատ լավ բան կստացվեր, որովհետև տարբեր մարդիկ, տարբեր հայացքներ, տարբերությամբ ճակատագրական պահին իրանք առանց խոսալու, առանց ասելու հայտնում են այնտեղ, որտեղ պետք է, եթե ձեր ընտանիքը փորձենք այսպես անենք բացվենք, դա էլ արդեն ղեկավարության հարցն է։ Դա ընտանեկան դաստիարակության հարցն է, այսինքն ես եղբայրներ գիտեմ, ովքեր որ տարբեր կարծիքներ ունենալով, չգիտեմ, իրար հետ չեն խոսում, չեն շփվում, նեղանում են եւ այլն, բացառված է դա։ Իմ եղբայրը ունի ինձից տարբեր կարծիք, բայց ինքը իմ եղբայրն է ու դրանով թեման փակվում է։ Մենք կարանք իրար հետ նույն քաղաքական հայացքը չունենանք, նույն լիդերին չտեսնենք որպես, չգիտեմ, պետության ղեկավար, նույն մեթոդը չընտրենք այս հարցի լուծման, բայց այն որ օրինակ հարց կա, որը պետքա լուծվի, դա երկուսից մոտ էլ կասկած չի հարուցվում։ Երբ որ ինչ որ կարևոր բանա քննարկվում, մենք ունենք նույն մոտեցումը, որը հարցը վերաբերվում է պետությանը, կրոնին եւ Արմեն Գրիգորյանն եկավ քեզ Արմեն Գրիգորյանի հետ իրար կպակ իրար տեսակ։ Արմեն Գրիգորյանի հետ մենք ծանոթացել ենք կոവിഡ്ի ժամանակ, ընդ որում մեզ ծանոթացրել է իմ շատ լավ ընկերը, ում հետ ընտանիքներով ենք մենք մոտիկ, իմ ընտանիքը ու իր ընտանիքը, մի հատ ակումբ կար, որտեղ որ ցենց սեղանի խաղեր էին ու քանի որ տեղաշարժը սահմանափակ էր, ինչ որ ժամանցային վայրեր չկար, մենք հավաքվում էինք այդ ակումբում տարբեր խաղեր էինք խաղում, դա մոնոպոլեր, բլոտեր, պրեֆերանս բան, ցած ինչ որ ավելի հաշվարկային բան խաղեր էլի, ու մի հատ խաղ կար կոչվում էր Սպարտակ։ Այդ Սպարտակ խաղը ինքը տենց մոտ սենց սեղանի շուրջ դաժե ավելի մեծ նստում ես, քեզ հռոմեական տուն ա տալիս, ով ունի ստրուկներ, ով ունի գլադիատորներ, բաներ, ու պայքար ա գնում, ով ա հաղթելու։ Ես ու Արմենը այդ սեղանի շուրջ ենք իրար հետ ծանոթացել, ընկերացել ենք, մենք շատ երկար այդ խաղը խաղացել ենք, ընդ որում խաղի մի շրջափուլ է, այսինքն մի խաղը տևում է 6-ից 8 ժամ։
Մենք նստում էինք խաղալու երեկոյան 8-ին, վերջացնում էինք լուսադեմ 4-ին, 5-ի, 3-ին, որտեղ շատ հետաքրքիր խաղ է։ Հետո որոշեցիք SAM-ում գաղափարներ։ Հեսա կասեմ, մենք այդպես ծանոթացանք, ընկերացանք, մոտիկացանք, ինչից հետո ես ունեի կամերաներ, շտատիվներ, լույսեր, տեխնիկա ունեի, Արմենը ուներ գաղափարներ։ Ու ասաց այ լավ կլներ, ու ինքը չգիտեր, որ ես ունեմ այդ ռեսուրսները։ Արմենը ուներ գաղափարներ, որ ասաց եկեք լավ կլներ մի հատ օրինակ լավ կամերա ալներ, բան, ման գնամ սրան ասեմ, նրան ասեմ, էսի անենք, ասեցի մի րոպե, տեղ մի գնա։ Ասի մեր գաղափարները ասեցի նույն ուղղությամբ են աշխատում, խնդիր չկա, ես իմ ռեսուրսն էլ ես էլ եմ գալիս այս գործը անելու։ Ու մենք իրար հետ սկսեցինք SN անել ու SN, որը որ երջանկայի շատակ Գրիգորյան Արմենի մայից հետո այսպես ասած դադարեց իր գոյությունը, SN էլի շարունակելու է իր գործունեությունը։ Ուղղակի ոչ հիմա ու ոչ այսպես ասեմ այս պայմաններում ոչ այս պայմաններում, հա, որովհետև ես խոսել եմ, ես ու Արմեն Գրիգորյանը ունենք շատ ընդհանուր ընկերներ, թե իր աշխարհից այդ շոու բիզնեսի, թե իմ աշխարհից բժիշկներից, ու մենք բոլորս համակարծիք ենք, որ օր է գալու ու մենք ստեղծելու ենք Արմեն Գրիգորյանի անվան հայրենասիրության եւ ճշմարտախոսության դպրոց։ Քո կարծիքով Արմենը արժանի է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը։ Շատ բարդ բան ես ասում, իմ սուբյեկտիվ կարծիքով Արմենը արժանի չէր նրան, ինչ ինքը ստացավ այսօր։ Լինել հալածյալ ու հետո է դատարանում մահանալ։ Ինքը շատ բան ունի արած հայկական շոու բիզնեսի համար, Հայաստանը ինքը մարդը, որը հանուն գաղափարի մահացել է։ Այո, ինքը հանուն գաղափարի մահացել է, ինքը հանուն գաղափարի մահացել է ու ես կարծում եմ, որ իրան ամենալավ վարձահատույցը մեր ժողովրդի կողմից կլինի այն, որ իր գաղափարները իրականացնենք ու հավերժացնենք։ Դրա համար ասում եմ, լինելու է Արմեն Գրիգորյանի անվան հայրենասիրության, որտեղ ինքը հայրենասեր տղա էր, ու ճշմարտախոսության դպրոց, որտեղ ինքը ճշմարտություն էր խոսում։ Ինքը չէր վախենում ոչ ֆեյքերից, ոչ մարդկանցից, ովքեր որ ինչ-որ ավել պակաս բաներ կխոսան, ոչինչից չէր վախում։ Ինքը ասում էր այն, ինչը որ գտնում էր ճիշտ է, ու ես գտնում եմ, որ Արմեն Գրիգորյանի նման մարդկանցից շատ շատերը պետքա սովորեն, ոչ թե վախենան։ Կստացվի իրականացնել Արմենի երազանքը մոտակա ժամանակ։ Որ երազանքը, Արմենը շատ տարբեր երազանքներ ուներ, ասեմ ձեզ, ոչ մոտ կապված Հայաստանի հայրենիք առանց ոնց էր ինքը ասում, սրանցից բրծնենք, որ էլ մարդ չմեռնի։ Այո, այդ իդեպ ասեմ, այդ եթերի այդ հատվածը կտրած, ես տեսել եմ շատ եմ Facebook-ում տեղադրում, իմ հեռախոսում միշտ կա, ու ես բարբերաբար լսում եմ այդ բանը։ Անկեղծ ասեմ, Արմենի դա երազանք չէր, դա նպատակ է։ Երազանքը չիրականացող բան է։ Նպատակը ուղղակի պետքա ճիշտ կազմակերպել, ճիշտ հաշվարկել, ռիսկերը գնահատել, նվազեցնել, ոնց որ ես մեկնաբանում եմ ցանկացած պետական ծրագիրը, որը որ սկսում են։ Պետքա ռիսկերը հաշվարկել, պետքա ճիշտ գիտելիքահեն հաշվարկ տակը դնել ու քայլ առ քայլ իրականացնել, ու դա կախված է ոչ թե այտենց կենացային ասենք, որ Արմենի երազանքը իրականանա, այլ դա կախված է բոլորիս աշխատանքից, իմ, ձեր թիմակիցների, իմ թիմակիցների, մեր համախոհների, մեր կոնկուրենտների, չեմ ասում թշնամիների, որովհետև այդ քաղաքական դաշտում մարդիկ կան, ում հետ դու չես կարող կոչվել զուտ կոնկուրենտ, իրանք այլ արժեհամակարգ, այլ գաղափարախոսություն ունեն։ Ես տեսնում եմ, որ եթե յուրաքանչյուր թիմում, քաղաքական թիմ կլինի դա, հասարակական թիմ կլինի դա, ցանկացած թիմում, լինեն մարդիկ, ովքեր որ հայրեն այդ բառը չգիտեմ, պլանամերնա, իրասчетливо, քայլ առ քայլ առաջ կտանեն այն process-ը, որը որ հստակ լինի գծված, տակը լինի դրված հաշվարկ, ու լինեն վճռական, չվախենան, ոչ, օրինակ չգիտեմ, բանտարկվելուց, չվախենան ոչ ծեծ ուտելուց ոստիկանի կողմից, չվախենան բերման ենթարկվելուց, չվախենան, այսպես ասած, հանրային պախարակումից, որը որ հիմնականում ֆեյքերով է արվում, ու լինեն այն տղեն, այդ դուք ասեցիք, մուժիկ լինեն, դա ընդամենը կարար օրերի կամ ամիսների հարց լինի։ 2026-ն է մոտենում, հա։ Այո։ Քո համար ու երկրի համար մի երազանք ձմեռապից ինչ կուզեիր։ Հա, իմ համար ես ինչ կուզեի։ Այ ես կուզեի, ասենց ասեմ, իմ ընկերների, ընտանիքներին առողջություն,
անկեղծ իմ համար էլ, իմ ընկերների համար, որովհետև օրինակ, չգիտեմ, իմ ընկերոջ հիվանդությունը իմ վրա էլ վատ անդրադառնում, որովհետև ես էլ եմ ապրումներ ունենում։ Կուզեի առողջություն, դա մեր համար եմ ասում, ընկերով որ նայենք, ամբողջ երկրի Հայաստանի Հանրապետության համար կուզեմ արժանապատվության վերականգնում։ Դա այդ խնդրանքն է ձմեռ պապուց։ Իսկ մեթոդաբանությունը, թե ոնց է արժանապատվությունը վերականգնվում, կախված է մեր պլանամերների աշխատանքից։ Շնորհակալություն Ալֆա զրուցակցի հյուրն էր Գևորգ Գրիգորյանը, տղամարդու առողջության փորձագետ, բժիշկ, ուրոլոգ։ Շնորհակալություն։